եթե իրենք առանց վեհապար հայրապետի գիտության արդեն վարչապետի հետ հանդիպման են գնացել, արդեն իսկ ապօրինություն է, իրենք դրա իրավունքը չունեին, այսինքն նման ֆորմատով առանց վեհապար հայրապետի գիտության, եթե իրենք հանդիպման են գնացել կամ հայտարարություն են հրապարակել, իրենք դրա իրավունքը չունեին։ Վարչապետը նրանց օրինակ շատ հոգևորականների մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Դուք ասում եք, որ իրենց է վերադրում։ Ում։ Այդ իր հետ հանդիպվածների։ Օրինակ, ում անունը կտակ, որը խախտել է կուսակրոնությունը։ Առանց նույնիսկ անունը տալու իրենք այդ բոլորը հասկացել են, նախկինում էլ նման խնդիրներ իրենք ունեցել են։ Ո՞վ, բոլորը։ Այդ որ իր շուրջ հավաքվել էին, այն բոլոր հայտարարությունները, որ վարչապետը ազգային ժողովի ամբիոնը օգտագործելով թշնամանք եւ ատելություններ տարածում եկեղեցու նկատմամբ, այն բոլոր կոմպրոմատներն ու հայտարարությունները բադ եկեղեցականների, որոնց մասին ինքը ասում էր, հենց իր շուրջն էին հավաքել, ինչ որ առումով վեհապար այդ հանդիպումով վարչապետը այդ հանդիպումով ինչ որ առումով մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համապատասխան չեն։ Արդարացի որոշման դեպքում կարող են դուրս գալ, բայց վեհապար հայրապետը նաև կարող է ողորմած լինել, լիարժեք դա վեհապար հայրապետի իրավունքների մեջ է, եթե իրենք զղջան, ներողություն խնդրեն, կարծում եմ վեհապար հայրապետը կարող է նաև ներողամիտ լինել։ Օրինակի համար, եթե ես լինեի վեհապար հայրապետը, իրենք երեկոյան կարգալույց կհռչակվեին եւ այս կիրակի 6 նոր եպիսկոպոսներ կոծեի, բայց փառք Տիրոջը, որ ես չեմ վեհապար հայրապետը եւ վեհապար հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց, շատ ավելի երկայնամիտ անձնավորություն է եւ կարծում եմ կարող է նաեւ իրենցից ոմանց նկատմամբ ողորմած լինել, եթե իրենք զղջան։ Ինչու՞ հոգևորականները չէին բարձրացել այդ խնդիրների մասին, որ դուք հիմա մատնանշում եք, որ կուսակրոնության ուխտ են խախտել եւ այլն, դուք ասում եք գիտեինք այդ խնդիրների մասին։ Ես չեմ բարձրաձայնել այդ մասին, նախ ասեմ վարչապետն է բարձրաձայնել իր տարկել հայտարարություններով եւ ասենք մենք այդ խնդիրները ժամանակ առ ժամանակ բարձրացնում ենք, դրա արդյունքում շատերը նաև կարգալույց են արվել ժամանակին, շատերն էլ զղջացել են, ապաշխարության իրենց համար շրջան է տրվել, փորձել են հետ գալ ապաշխարությամբ եկեղեցի, նաև վստահաբար վեհապարին խոստացել են, որ նման բան չի կրկնվի, բայց հիմա արդեն կրկնվելու դեպքում, որի արդյունքում կարող են իրենց դեմ կոմպրոմատներ լինեն իշխանավորների ձեռքին, որոնցով իրենց շանտաժի, ահաբեկման են ենթարկում, այսինքն իրենք չեն կարողանում իրենց կատարած արարքների պատասխանը տալ։ Նայեք, օրինակ, կաթողիկոսներ են խախտել կուսակրոնությունը, որտեղ վարչապետը իրենց էլ է մեղադրում։ Վարչապետը թացը չորի հետ խառնում է, համատարած միջավայր է փորձում ստեղծել ատելության, թշնամանքի։ Ես չեմ կարծում, իհարկե չեն խախտել։ Իհարկե ես կարծում եմ, որ ի պատիվ իրենք չեն խախտել, դրա համար էլ հաստատուն կերպով իրենք կարողանում են մեր խնդիրները վեր բարձրացնել։ Օրինակ, գիտեմ, որ վեհապար հայրապետը Արցախի թեմը չի լուծարել, եւ սա էլ իշխանությունների համար խնդիր էր։ Եվ այսօր տեսնում ենք ցավոք սրտի դառը իրավիճակը, երբ ասենք վեհապար հայրապետը այն թեմը, որը ինքը չի լուծարել, որ իշխանությունները կուզեին լուծարել, եւ թեմի առաջնորդը վերջի պատերազմի ժամանակ ես չգիտեմ որտեղ է եղել, Արցախում է եղել, թե չի եղել, նաեւ այն վերջի շրջանում, որ ռազմա քաղաքական ղեկավարությունները գերության մեջ են, այսինքն իրեն տեսնել այնտեղ գնալը արդեն իր համար կոռեկտ չէ։ Տեր դուք որ նշեցիք վեհապար հայրապետը նախկինում նրանց հնարավորություն է տվել ուղղել, մասնավորապես կասեք ով ինչ է արել, ում է ինչ ներել, որ հիմա էլ այդ կոմպրոմատները, փաստերը կան իշխանությունները։ Թող ասենք այդ փաստերը, այսպես ասեմ, իրանց դեմ օգտագործելուց հետո վարչապետը ոչ միայն իրենց կօգտագործի եկեղեցու դեմ, այլ նաև իր նպատակն է, որ բարեպաշտ ժողովուրդը այդ կոմպրոմատները հիմա կդնի համացանցում
եւ եկեղեցին շատերին կթվա թե ավելի վարկաբեկվեց, բայց ասեմ, մեր եկեղեցականների մեծագույն մասը ապրում են շատ բարոյական կյանքով, շատ Օրինակ բան հարցրեցի, նախկինում ում է ներել, ում է շանս տվել։ Այդ բոլոր մարդիկ, որ այսօր վարչապետի կողքին են հայտնվել, Կճոյանին ինչ այդ է բոլոր- ներել, Բենթլին է ներել, Ապորինի հարստանալը։ վարչապետը Բենթլիից էր չէ խոսում, ապորենի հարուստ լինելուց էր խոսում։ Ինչու է կաթողիկոսը այդ դեպքում նախկինում ներել, օրինակ, Սոֆիշվայտ կյանքը։ Եկել են, զղջացել են, խոստովանել են, վեհապարը իրենց ժամանակ է տվել, ներողամիտ է եղել, բարեգութել, որովհետև բոլորս սխալներ։ Ներողություն, Կճոյանին տեսել եք Բենթլի ունենալու, Ապորինի հարստանալու համար։ Ես չեմ զղջալու։ տեսել, ես չեմ տեսել։ Բայց լսել եք։ Դուք տվեք պատասխան, Ժորժան։ Հա։ Իսկ ինչպես գիտեք, որ նման բան է եղել, որ չեք տեսել։ Նայեք, քննադատություններ համացանցում եղել են, բայց վեհապար հայրապետը դրանով հանդերձ իրենց պահել է։ Ես հիշում եմ ինչպես վեհապար հայրապետը արդարացրեց։ Եվ վեհապար նրա հայրապետը, թանկարժեք մեքենա ունենալ։ վեհապար հայրապետը եկեղեցականների մեծ պակաս ունի։ Գիտեք, Եղեռնից առաջ ինչքան քահանա ենք ունեցել, մոտ 5000 քահանա ենք ունեցել 15 թվից առաջ։ 4000 քահանա Եղեռնի ժամանակ զոհվել են հոգևորականներ։ Արևելա Հայաստանում մոտ 700 հոգևորական է եղել առաջին հանրապետությունից առաջ։ Այսինքն խորհրդային շրջանում 700 հոգևորական է բռնադատվել եւ այսօր Հայաստանում շուրջ 250 ընդամենը հոգևորական ունենք։